Շնորհակալություն Տիկին Մանասյան, ճիշտ չհամարել եւ դատապարտելը տարբեր բաներ են եւ լավ կլներ որ համարցակ գնահատականներ տայիք եւ չվախենայիք, ասեիք այն ամեն ինչը ինչ որ տարբեր թեմաներով, այդ թվում իմ բարձրաձայնած հարցերի, որը որ ձեր կողմից ուրեմն հետեւյալ արձագանքին արժանացել, ես ուզում եմ մեջ բերել ձեր խոսքերը. Սույն անձի նման վարքագիծը ոչ միայն անընդունելի է, այլև իր իրականացրած մնացյալ քայլերի համատեքստում առերևույթ կարող է պարունակել նաև քրեական օրենսգրքով սահմանված արարքի հատկանիշներ։ Ուզում եմ օգտվելով առիթից մի հատ ձեզ հարցնել, էլի, երբ պիտի դատապարտվեն այդ քրեական գործերը, երբ պիտի հարուցվեն, կամ դուք արդյոք ճիշտ համարում եք, որ քաղաքական գործիչը, որը որ պարբերաբար ահազանգում է տարբեր խնդիրների, այդ թվում քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի, ես ուրախ եմ, որ այսօր դուք արձանագրեցիք, որ դեղորայքի խնդիր կա, արձանագրեցիք բուժօգնության ուրեմն խնդիր կա ծառայությունների, որոնք որ բացարձակապես նորմալ չեն աշխատում։ Եվ այսօր նաև ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանն էր դրա մասին ասում։ Այնինչ ես այստեղից երևի տասնյակ անգամներ ասել եմ ինչա տիրում եւ ուրեմն ասեմ որ արդարադատության նախարարը երկու շաբաթ առաջ երբ որ հարց ուղղեցի ասեց նման խնդիր գոյություն չունի եւ նաեւ ձեր փաստերը կարող եք փոխանցել արդարադատության նախարարին ես էլ ուրեմն իմ դիմումները իմ նամակներն էլ կփոխանցեմ արդարադատության նախարարին եւ ոչ թե մտահոգից այլ չգիտեմ ինչա կատարվում քանի որ ժամանակս չի ներում խնդրում եմ այդ հարցին պատասխանեք Եվ նաև իմ ելույթի ժամանակ ես այն հարցերը, որով պլանավորել եմ, մանրամասն կխոսամ այն խնդիրներից, այն խնդիրներից, որ առկա են այս ոլորտում։ Շնորհակալ եմ անչափ պարոն Դանիելյան, երևի թե մի քանի դիտանկյունից ձեր խոսքին անդրադառնամ եւ նաև ձեր հարցադրումներին։ Առաջին հերթին նշեմ, որ դուք քաղաքական գործիչ լինելուց զատ առաջին հերթին տղամարդ եք եւ չեմ կարծում, որ այս թեման, այս ձևաչափով շահարկելու այդքան մեծ կարիք կա այն պայմաններում, որ թե իմ աշխատակազմից յուրաքանչյուրի հետ կարող եք կապի մեջ լինել եւ թեմայի վերաբերյալ բոլոր հնարավոր խնդրահարույց կետերը քննարկման առարկա դարձնել, որովհետեւ նորից եմ կրկնում, ես եւ նաեւ իմ հանձնարարությամբ իմ աշխատակազմը շատ համագործակցային ենք բոլորի հետ։ Երկրորդը, ես իրականում, այսպես ասեմ, ձեր մեջ բերած խոսքից չհասկացա, թե երբ եմ այդ խոսքը հնչեցրել, որովհետև իրականում հնչեցրիք խոսք, որը մեր աշխատակազմի կողմից էր ըստ էության որպես հաղորդագրություն ներկայացվել, ավելին նշեմ, ես ընդհանրապես անձանց մասին չեմ խոսում իրենց բացակայությամբ։ Մի քանի անգամ ես սրա մասին նաև հատուկ հրապարակային եմ ասել։ Ավելին ասեմ, եթե կարիք է լինում անձանց մասին խոսելու իրենց բացակայությամբ, ես դա անում եմ բացառապես մի դեպքում հիացմունքով եմ խոսում, այլ տարբերակով չեմ խոսում։ Մյուս դեպքերում ես խոսում եմ երևույթների մասին։ Ձեր վերաբերյալ ես չեմ խոսել եւ շատ լավ է, որ հենց դեմարտեմ հանդիպման շրջանակներում հնարավորություն տվեցիք այս հարցի վերաբերյալ խոսելու։ Ձեր կողմից ներկայացված հաղորդագրությունը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ներկայացված հաղորդագրություն է, որովհետեւ մենք մշտապես տարբերակում ենք այն հաղորդագրությունները, որը պաշտպանի անունից են ներկայացվում եւ այն հաղորդագրությունները, որը պաշտպանի աշխատակազմն է ներկայացնում, բայց չեմ կարծում, որ գեղեցիկ է, որ հիմա մենք այստեղ սկսենք ինչ-որ հարցեր քննարկել, որովհետեւ ես քաղաքական գործիչ չեմ եւ նորից եմ նշում, ես շատ համագործակցային եմ։ Հանգիստ կարող եք հենց հիմա նաեւ նիստից հետո էլ ինձ հետ բոլոր հարցերը քննարկման առարկա դարձնել։ Քանի որ բարձրացրեցիք մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առերևույթ միջամտության հետ կապված հարցի քրեական պատասխանատվության ենթակա լինել չլինելու հետ կապված հարցը, այստեղ կուզենամ շատ գործընկերային առանց որևէ մեկին մեղադրելու, որովհետև այնպես չի, որ դուք միակ պատգամավորն եք կամ միակhanային գործիչն եք, որ շատ դեպքերում չի պատկերացնում, թե ինչ տրամաբանությամբ են գործում, այդ թվում քրեաիրավական պատասխանատվության միջոցները, շատ դեպքերում մենք ինքներս ենք ստիպված լինում բոլոր մանրամասները հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել Ըստ էության գաղափարը հետևյալն է, կա կոմունիկացիայի ձև, որը եթե անկախ մարմինների հետ վարում ես, որը ընդ որում դուք մեզ հետ վարել եք, բայց մենք չենք ուզում դրա վերաբերյալ հրապարակային խոսել, դարձյալ մարդկային էթիկական ստանդարտներ նկատի ունենալով։ Դրանք խնդրահարույց են,
մենք կարող ենք նիստից հետո ձեզ հետ դա քննարկման առարկա դարձնել։ Կարծում եմ իմ համարձակության եւ վախենալ չվախենալու հետ կապված հարցին պատասխան տվել են այն բոլոր գնահատումները, որոնք անցել են ընդ որում պրոֆեսիոնալ գնահատումներ, ոչ միայն Հայաստանում, նաեւ տարբեր միջազգային աշխատանքների ներգրավվելիս, որոնք ենթադրել են անկախության եւ տարբեր այլ չափանիշների ներկայացում, հետեւաբար ես չեմ հարկ համարում այստեղ ինչ-որ բան ապացուցել կամ գնահատողական հանգամանքների անդրադարձ կատարել, այդ գնահատումները իմ համար շատ կարեւոր են եւ ես ցանկացած ռեկոմենդացիա, որը պրոֆեսիոնալ է, ես դրանք հաշվի եմ առնում։ Հաջորդը խոսում էիք դեղերի եւ այլնի հետ կապված խնդիրներին, ես այսօր չէ որ այստեղ խոսում եմ, ես իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում, որոնք վերաբերել են ազատությունից զրկված անձանց բժշկական օգնությանը եւ սպասարկմանը, ես դրանց վերաբերյալ բազմիցս խոսել եմ, ավելին ասեմ, ոչ միայն խոսել եմ, դրանք թե նախորդ տարի, թե այս տարի իմ տարեկան հաղորդման տարեկան զեկույցի շրջանակներում ներառված են եղել, շատ ուրախ կլինեմ, եթե դրանք ուսումնասիրելուց հետո ձեր կողմից էլ հնարավորություն ունենանք քննարկելու եւ կներեք պարոն Ռուբինյան, ընդհանրապես մի բան ասեմ, ես կարծում եմ, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտ այն ոլորտը չէ, որտեղ մենք պետք է մրցենք, թե ով առաջինը ասեց, ով ավելի շատ ասեց, ով վերջինը ասեց, սա այն ոլորտն է, որտեղ մենք բոլորս պետք է համագործակցենք եւ ես իմ կողմից, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա անում եմ համագործակցության առաջարկ եւ հանձնառություն այս ոլորտում արկա խնդիրները լուծելու համար, որովհետեւ ոլորտի խնդիրների մի մասը նաեւ օրենսդրական փոփոխություններին են վերաբերում։ Նախորդ տարվանից ես ներկայացրել եմ, բայց հաստատ դուք այն պատգամավորներից չեք եղել, որոնք ինձ մոտեցել են այդ խնդիրները լուծելու համագործակցության առաջարկով, այնպես որ առաջարկում եմ, որպեսզի համատեղ ուժերով լուծենք այդ խնդիրները։ Շնորհակալ։ Նախ պետք չի հիշացնել ինձ, ես էլ կարամ ձեզ հիշացնեմ, որ դուք կին եք, այսինքն այդ ինչ ասելու բան է, տղամարդ եք։ Երկրորդն էլ մտահոգվում ենք, մտահոգիչ է, ես չգիտեմ, դա օրինակ կարա իրան թույլ տանի մարդը, որը որ պետական պաշտոն չի զբաղեցնում, իր համար միտեղ նստած մտահոգվում է երկրի վիճակով եւ այլ եւ այլը։ Դուք ոչ թե պետք է մտահոգություններ հնչեցնեք, այլ կոնկրետ գնահատական տակ կոնկրետ օղակների տարվող աշխատանքներին ու դուք որ ուզում եք ցույց տաք, որ ինձնից գիտելիքներով այսպես ավելի շատ գիտելիքներ ունեք, ես նենց չի որ հավակնում եմ այդ ասպարեզում առաջինը լինելու կամ ես չգիտեմ, ես համոզված եմ, որ դուք ինձնից ավելի շատ գիտելիքներ ունեք, ձեր մասնագիտությունն է բնականաբար այդտեղ ձեզ հետ մրցելու բաներ չունեմ, խնդիրներ չունեմ։ Ես ընդհանրապես այն մեր հայրենակիցները, որոնք որ ինձ տարբեր հարցերով դիմում են, ես իմ ելույթում դա կներկայացնեմ, ես պարտավոր եմ այդ հարցերի հետևից գնալու եւ եթե դուք էլ հրապարակային անդրադառնում եք իմ անձին, որը որ ես նշեցի, սա հրապարակային հայտարարություն է եւ ես հրապարակային ուզում եմ ձեզ այդ պատասխանը ակնկալել, այստեղ ինչ որ խնդիր ինչու՞մն է չեմ հասկանում, կարող եք ինձ ասել, ես չհասկացա տենց էլ, թե ինչ պատասխանեցիք այդ հարցին։ Դուք հրապարակային հայտարարություն եք արել, սպառնացել եք ինձ քրեական գործով։ Ես էլ ուզում ձեզից հարցնել, որն է, թե դուք տեղյակ չեք։ Պարոն Դանիելյան, ավարտեք։ Պարոն Դանիելյան ջան, ձեր տղամարդ ընկերներն էլ ինձ են հրապարակային սպառնացել տարբեր բաներով, ոչ միայն քրեական գործերով եւ այլն։ Ես դրա մասին չեմ խոսում հրապարակային։ Հիմա նորից եմ ասում, ես էթիկական ու վեհ ստանդարտների պահպանման կոչ եմ անում։ Դուք նորից շարունակում եք, հարգելիներս։ Ես ձեր անձին երբևէ չեմ անդրադարձել, ձեր բացակայությամբ չեմ էլ անդրադառնալու, որևէ այլ անձի չեմ անդրադարձել, անդրադարձը իմ անունից չի եղել, բայց քանի որ իմ կոչը ըստ էության չպահպանեցիք, ես հարկ չեմ համարում պատասխանել մնացած հարցերին, միայն մի բան կասեմ։ Հիմա առանձին մենք կհանդիպենք եւ ես ձեզ մի քանի հարցի վերաբերյալ մի փոքր այսպես ասած ձեզ հետ քննարկում կունենանք, որովհետեւ ես չեմ կարծում, որ դա այնպիսի հարցեր են, որոնք հանրային քննարկման առարկա պիտի լինեն, նորից եմ ասում, մարդկային եւ էթիկական ստանդարտների տեսանկյունից, ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի գործիքակազմերին։ Հիմա այստեղ այնպես եք խոսում, որ պաշտոնը տարանց որպես էս չպետք է անեք, այն չպետք է անեք, կարծես տպավորությունն է, որ այդ ոլորտում դոկտորական ատենախոսություն եք պաշտպանել եւ հստակ գիտեք այն մեթոդները, որով պիտի մի բա աշխատի, դա այդպես չի։